Մուզեյում մի գիտե հանրամատչելի բայմացար ալիքի եթերում հայկական արհեստների վերածնունդ խորագիրը կրող հարցազրույցների շարքն է։ Այսօր իմ զրուցակիցն է վավերագրող Ինքնություն հիմնադրամի հիմնադիր Գագիկ Հարությունյանը։ Շնորհակալ եմ Գագիկ հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Մի փոքր պատմեք նախ ձեր մասին եւ ինչպես առաջացավ Ինքնություն հիմնադրամը ստեղծելու գաղափարը։ Ինչպես նշեցիք, ես Գագիկ Հարությունյանն եմ, իմ աշխատանքային փորձառությունը հանրային հեռուստաընկերությունով, շողակաթով, հանրային ռադիոյով, Tribune AM-ով, այսինքն տարբեր լրատվական կառույցներով է անցնում, բայց իմ ընդհանուր կյանքի փորձը կարելի է ասել սկսեց ծաղկել, երբ որ քառօրյա պատերազմից հետո իրերս հավաքեցի ու տեղափոխվեցի Արցախում ապրելու, որովհետև հասկացել էի, որ Արցախը լոկ բառերով սիրելու երկիր չի, այլ այնտեղ պետք է ապրել, պետք է կյանք դնել, էներգիա ու ջանք թափել, որ այդ երկիրը, այդ մեր հայրենիքը մնա մեր երկիրը եւ մեր հայրենիքը շարունակի լինել, ու այդ իմ ամբողջ գործունեության ոճը փոխվեց մինչև 44 օրյա պատերազմից հետո։ Այսինքն այդ ամբողջ ընթացքում ինչ գեղեցիկ սիրուն բան տեսնում էի, մշակութային նկարում էի, այդպես Facebook-ով հրապարակում էի, ասում էի ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ բան կա, օրինակ, ինչ վանք կա, ինչ խաչքար է, ինչ չգիտեմ։ Այսինքն սիրողական բնույթ էր կրում։ Սկզբում, այո, սիրողական բնույթ էր կրում, որովհետև այդ ժամանակ զբաղվում էի դերասանական արվեստով եւ Արցախում էլ թատրոնում էի խաղում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ու սիրողական բնույթ էր կրում։ Հետո որ եղավ 44 օրյա պատերազմը, փոխվեց բնույթը, որովհետև հասկացա, որ այդ մշակութային արժեքների մի քիչ ռոպագանդան կարող է կոպիտ է հնչում, բայց ըստ էության ռոպագանդայի տարածելու կարիք կա ու սկսեցի ավելի պրոֆեսիոնալ հայացքով նայել, դե մոնտաժ սովորեցի ու իր այլ կարիքները սկսեցի ոնց որ բավարարել այդ գործը անելու համար, բայց հենց ինքնության թեմայի վրա կանգնեցինք, երբ որ Ադրբեջանը սկսեց արշավ ակտիվ իրականացնել Արցախի Խոլատա գյուղում գտնվող Սուրբ Հակոբ հավանքի վերաբերյալ, որ աղվանական է, հետո ասում էին, որ իրենցն է եւ այլն, ու մենք էլ, քանի որ այն ժամանակ Արցախը դեռ մեր վերահսկողության տակ էր, ուսուցես մեջներս տեղեկատվական գրող փորձեցիք պատասխանել, այսպես ասած։ Եվ այո, եւ ոչ, որովհետև մենք սկսեցինք Հակոբ հավանքը վերականգնելու process սկսել ու դրան խառնվեց Արցախի կառավարությունը, եկեղեցին, Արցախի թեմը, տարբեր ճարտարապետներ, մասնագետներ ու սկսեցինք վերականգնելու ուղղվածությամբ աշխատել։ Մինչև վերջին պահը Արցախի այդ վերջին բլոկադայի օրը մենք աշխատել ենք այդ ուղղությամբ ու ասեմ ձեզ դրան նախորդող օրը մենք մոտ 30 հոգով Արցախից դուրս եկանք, իրենց հետ ուխտագնացության էինք գնացել Արցախ, այդ Հակոբ հավանքի շրջանակներում, եղանք Գանձասարում, եղանք Հակոբ հավանքում, Արցախի էլի տարբեր մշակութային կոթողներին այցելեցինք ու դուրս եկանք, հետևներիցս բլոկադան սկսվեց։ Եթե չսկսվեր, մենք 2 օր հետո պատրաստվում էինք էլի գնալ Արցախ ուխտագնացության արդեն 100 հոգով։ Իրականում շատ կուզեի, որ մենք մտնեինք այդ 100 հոգով նոր բլոկադան լիներ, որ լինեինք արցախցիների հետ, այդ դժվարությունները մենք էլ իրենց հետ անցնեինք, բայց ցավոք մեզ այդ բախտը չվիճակվեց, մենք դուրս եկանք ու էլ չհասցրեցինք վերադառնալ։ Վերադարձը մեր ճանապարհը ընդհատվեց Սյունիքում։ Եղավ բլոկադան ու մենք 2-3 օր սպասեցինք հուսով, որ հերթական ինչ-որ ակցիա է, բայց ցավոք չէ, փակվեց ու մենք վերադարձանք Երևան ու սկսեց տեղի ունեցավ ինչ-որ տեղի ունեցավ հետո։ Այո, ցավոք այսօր փաստ է, որ մեր եկեղեցիներն ու պատմական հուշարձաններն ու կոթողները այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ կային անհատներ, որոնք իրենց ջանքերով փորձեցին որոշ նմուշներ եկեղեցիներից դուրս բերել եւ այլն, դες բացոն չի հաջողվել Հակոբ հավանքից որևէ բան բերել, քանի որ դուք այդ ամբողջը ներդրեք, որ այնտեղ կառուցեիք այն վերականգնել։ Այո, իրական այնքան մենք հավատում էինք, որ
թեկուս այդ վիճակում մենք կկարողանանք Արցախը պահել, Արցախը փրկել։ Այսինքն չէինք մտածում, համենայն դեպս որպես անհատներ, որ պատասխանատվություն էինք մեր վրա վերցրել այս մշակութային առումով, մենք կասկած անգամ չունեինք, որ մեզ կհաջողվի մեր հայրենիքը պահել, որովհետև հիմա էլ ես այտենց ինձանից մի քիչ ջանք է պահանջվում, որ ես համոզվեմ, որ այո, Արցախը մենք իրականության հետ առերեսվեք։ Այ հենց այդ ձևակերպումը ամենաճիշտն է այս պարագայում։ Դրա համար մենք ոչ թե ուզում էինք դեղից ինչ-որ բան հանենք, որ փրկենք, մենք ասում էինք ստեղից ինչ-որ ունենք, ինչը մեր համար թանկ է, դնենք այնտեղ, որ այդ ամեն գնով պահենք։ Բայց ցավոք սրտի դա մեզ չհաջողվեց եւ էսա իրականությունը։ Ինքնություն հիմնադրամի ստեղծման ճանապարհի մասին խոսեք, ինչպիսի մարտահրավերների եւ դժվարությունների եք բախվել եւ ինչպես եք դրանք լուծել։ Այս ամբողջ գործունեության արդյունքում ես զգում էի, որ մի բան կա, որ ինձ շատ խանգարում է։ Փորձում էի հասկանալ, իդենտիֆիկացնել այդ խնդիրը ու շատ մեծ դժվարությամբ, որովհետև շատ են խնդիրները, ասենց առնչվում է, մեկ էլ հասկացա, որ մենք մեր մշակույթի լիարժեք կրողը չենք։ Բացեք փակագծեր, ինչ եք հասկանում մշակույթի լիարժեք կրողը չենք ասել։ Օրինակ, մենք ունենք ազգային պար, բայց մեր հարսանիքները դուք կողքից նայեք։ Մենք ինչ-որ քրդական, թուրքական ինչ-որ շարժումներ ենք անում, մեր ազգային ծնկածալերով պարերը թողած, որը մեզ լրիվ ուրիշ էներգիա է հաղորդում։ Կամ օրինակ մենք նշում ենք ավանդույթները մեր, բայց այդ նշողներից ես քանի տոկոսը գիտի այդ ավանդույթների լիարժեք խորությունը կամ նշման ճիշտ ձևը, այդ ավանդույթի տարբեր դետալների խորհուրդը։ Հայաստանում բացակայում է համապարփակ մշակութային կրթությունը։ Կան ինչ-որ տեղային, հատվածական ինչ-որ process-ներ, բայց որ համակարգված մի process լինի, որը ամբողջ բաղադրիչներին անդրադառնար, այդ խնդիրը կար, այդ անողները չկային։ Ու որոշեցինք, որ այդ պատասխանատվությունը մեր վրա վերցնենք, ու տեղից հիմնադրեցի ինքնություն հիմնադրամը, ընկերներիս արդեն այս ճանապարհին ձեռք բերած ընկերներիս հետ թիմ կազմեցինք ու ստեղից սկսվեց մի շատ ծանր ու դժվար ճանապարհ, որովհետև նախ մենք ֆոնդահայթայթողներ չէինք, հետո պրոյեկտների կառավարման փորձ չունեինք, հետո համայնք ձևավորելու փորձ չունեինք, հետևաբար պետք էր կրթվել ու այդ կրթության ճանապարհն էլ շատ հետաքրքիր եղավ Re-Armenia ակադեմիայում սովորեցի, Optimize ակադեմիայում սովորեցի, Impact Hub Երևանի Վահե Լուսև Fellowship-ին, այլ անհատների կողմից մենթորություն ստացա, խնդրել էի, որ ինչ անեմ, տենց ամիսը 1 օրինակ կամ 10 օրը 1 պատմեմ ինչ եմ արել, ինձ ասեն ինչն եմ սխալ անում ու փորձեի այս ամբողջ process-ները կառավարել։ Եվ այս կրթությունն էլ, այս ամբողջ ճանապարհն էլ օգնեց, որ 6 միլիոն դրամ, 6 միլիոն 200 հազար դրամ գումար հավաքագրենք, անհրաժեշտ սարքավորումները ներգրավենք, թիմը վերջնականապես հստակեցնենք ու ընդ որում ասեմ այդ համագործակցությունների մեջ նաև համագործակցություն ունեցանք Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի հետ, իդեպ իրենց հետ համագործակցելը այտենց հեշտ գործ չէ, որովհետև իրենց դիմում են հարյուրավոր կազմակերպություններ եւ ընդամենը 3 կամ 5 կազմակերպություն են, օրինակ, թեկուզ փոքրիկ, բայց ֆինանսավորում ստանում եւ ի պատիվ մեր կազմակերպության, մեր ինքնություն հիմնադրամի նախորդ տարի մենք հասանք այդ համագործակցությունը, մենք Ցեղասպանության թանգարանը, Թատերական ինստիտուտը, այսինքն այս կառույցների կողքին նաև հայտնվեց մեր հիմնադրամի անունը։ Եվ մինչ օրս ինչ է արել հիմնադրամը։ Դրանից հետո եղել գործունեության ուղղությունները։ Դրանից հետո մենք սկսեցինք նկարահանումներ, որը ես կոչում եմ պիլոտային շրջան, նկարահանումներ իրականացեցինք Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ Լոռու մարզում։ Լոռու մարզը վերջիններ, ընդհանրապես Կայանբերդը Լոռու մարզից հասցրեցինք նկարել ու արդեն ձմեռը եկավ։ Մենք կանգնեցինք նկարահանման process-ը, բայց Տավուշից եւ Վայոց ձորի մարզից
միտեղ 7 մշակութային արժեք մենք հասցեցինք վավերագրել, որոնք այս պահին գտնվում են մոնտաժային։ Վավերագրելը ենթադրում է տեսանյութային ֆիլմերի տեսք։ Այո, մենք նախ ասեմ, որ այդ կոթողները ընտրում ենք, սկսել ենք, այս որ ասում հայկական մշակույթ իր բաղադրիչներին անդրադառնալ, մենք սկսել ենք քիչ հայտնի, մեծ արժեք ունեցող եւ դժվար հասանելի մշակութային արժեքների նկարահանումից տարբեր մարզերում։ Այսինքն սա կանենք, հետո կանցնենք ավանդույթներին, հետո տոներ, ծեսեր, խաղեր, հետո ազգագրության այլ կոմպոնենտներ կսկսենք նկարել, վավերագրել եւ տարածել։ Սկսել եք այն դժվար կողմից անմատչելի տեղերում գտնվող մի կողմից դժվար, մի կողմից հեշտ։ Դժվար մեր տեսանկյունից, որովհետև մենք շատ դժվարությամբ ենք հասնում այդ վանքերին, միտեղ վրանով մնում ենք այդ անտառում, անձրև է գալիս, որպեսզի առավոտյան նորից շարունակենք ճանապարհը, ոտքով հասնենք, այսինքն շատ դժվարությունների մեջով ենք անցնում։ Մյուս կողմից էլ այս այն միակ կոմպոնենտն էր, որտեղ մի քիչ ավելի համեմատաբար քիչ պետք էր գալիս ֆինանսներ, այսինքն ամբողջ ծանրությունը մեր թիմի, մեր անձերի վրա էր, դրա համար մենք որոշեցինք հենց այս կետից սկսել, որտեղ մենք կտանջվենք, բայց քիչ ռեսուրս կծախսենք, որովհետև սուղ են ռեսուրսները։ Ամեն դեպքում մարդկային ռեսուրսը ծախսվել է նաև ձեր ջանքերով, ինչը անգնահատելի է այս դեպքում։ Հիշում եմ, երբ մեր վրանը առաջին անգամ էինք բացում Տավուշի Կիրանցի մարզի արգելոցում ու տենց եղանակը դեռ վատ չէր, բացեցինք վրանը, որ արդեն պիտի պարկենք քնելու, ուժեղ անձրև սկսվեց ու թիմակիցս Պավելը ասում է, բայց մեր վրանը ոնց որ անձրևապաշտպան չի, ասում եմ, չէ, մենակ ոչ դա ու ամբողջ գիշեր անմարդկային անձրև եկավ, մեր ամբողջ այդ ներքնակները վրանի մեջ ջուր էր եղել, առավոտյան ստիպված այդ անտառներից իջանք գյուղ, գյուղացիներից մեկի ավտոտնակում փռեցինք, մինչև այդ օրը մենք նկարահանումներ անենք, գա մի քիչ չորանար, ճիշտ է լիարժեք չէր չորացել, բայց այդ մեր համար մեծ օգուտ էր, էլի, կրակ ենք անում, այդ չորացնում ենք, մենք այդ ժամանակ մեզ, բայց լիարժեք երջանիկ ենք զգում, որտեղ մենք մեր հայրենիքում ենք, սրտում, թեկուզ դժվարություններ, բայց այս հողին կպած գետնի վրա առնչվում ենք մեր հայրենիքի հետ։ Այնտեղ ճիշտ է ցավալի շատ տեսարանների ենք ականատես լինում, օրինակ, որն է ձեզ որ ամենաշատը տպավորել կամ հուզել, հենց կոթողներին առնչվելուց կամ դրվագներ, կամ, չգիտեմ, խաչքարեր, մոռացված, խունացած։ Եղել են այդպիսիները, ու ասեմ ավելին, հիմնականում հենց այդպիսիներն են, շատ հազվադեպ, որ վերականգնված են, վերջին շրջանի մասին է խոսքը, օրինակ ինձ ապշեցրել է Վայոց ձորի մարզի Սմբատաբերդը։ Ընդհանրապես պլանավորել էի 2-ից 2.5 ժամ տեղ անցկացնել, նկարել դրոնով, նկարել տեսախցիկով, մի քիչ էլ տենց վայելել ու իջնել Սմբատաբերդում մնացել եմ 5.5 ժամ, որովհետև ես փշաքաղված էի 5.5 ժամը։ Պատկերացրեք, լեռների մեջ մի լեռ է բարձրանում ու այս լեռի ամբողջ շուրջը պարիսպներ են ու սենց այդ շատ ազդեցիկ, պահպանված լեռներ են, պարիսպներ են ու այդ բերդից զգում ես, որ իշխանները այն ժամանակ ամբողջ տարածաշրջանի վրա վերահսկողություն են ունեցել ու այդ ուժը, զգում ես այդ իշխանների, օրինակ, չգիտեմ, ինչ-որ հավաքները, խորհրդակցությունների, այդ ամբողջ Փոխվում ես դարեր առաջ։ Այո, այդ ամբողջ էներգիան դու ամբողջ ընթացքում զգում ես ու իրականում Վայոց ձորի նկարահանումները հաջորդել էին Տավուշի նկարահանումներին, որտեղ թիմակիցներս շատ հիվանդացել էին, բարձր ջերմություն ունեին ու այդ շրջաններ, որ 10-15 օր տևում էր այդ վիրուսը, բայց եղանակն էլ պետք է փոխվեր, ասացի չէ, չեմ կարող էլի բաց թողնել այս շրջանը ու որոշել էի մենակ Վայոց ձորը մենակով նկարել ու պատկերացրեք այդ Սմբատաբերդի այդ բարձունքի վրա կամ Ցաղած քարի կամ այդ Զորաստաճարի ու ես այդպես մենակով էի, ինչ մտքեր ասես որ չէր գալիս, մի պահ կար, որ այս Սմբատաբերդի վրա ասացի ուզում եմ քոչարի պարեմ մենակով ու մտածում եմ որ մարդ չի լինի այդտեղ որ ինձ կտեսնի, ասենց ինքնամոռացած հեռախոսով երաժշտությունը դրել եմ կողքս քոչարի եմ պարում, մեկ էլ տեսնեմ տակից արշավախումբ է եկել, ասենց ապշահար վերև են
նայում, տեսով աստեղ էս Բերտի գլխի մենակով քոչարի պարում։ Դա շատ հետաքրքիր փորձառություններ իրականում ունեցանք։ Բաներ կար, որ պլանավորել էինք, որ պիտի նկարենք ու չկարողացանք։ Օրինակ, Տավուշի մարզում Դեղցնուտի վանքը այդ օրերին, որ sense անձրևներ սկսվեց, ուղղակի անհնար էր այդտեղ հասնել ու ինչ տեսակի մեքենայով, ձիով նույնիսկ, այդտեղ անհնար էր, որովհետև անտառի մեջ այդ անձրևաջրերը որ եկել էին, sense գոտկատեղից կարող էր խրվել, էլի։ Ցավոք սրտի Դեղցնուտը մնաց, արդեն կարող է ցավոք սրտի չի, որովհետև ասում են Դեղցնուտը գարնանն էլ լավ գեղեցիկ լինում, այսինքն այդ ժամանակ չհասցեցինք։ Հիմա պետք է նկարենք։ Ինչ է ձեզ համար ինքնությունը մեկ նախադասությամբ, եթե ասեք։ Ինքնությունը, եթե ազգային ինքնության մասին է խոսքը, մեր ազգային էությունն է, նկարագիրը, դիմագիծը, այս 3 բառերը իրար հոմանիշներ են, բայց այս 3-ը որ միասին ասում ես, այլ տեղ չկա, էլի, ես շատ համապարփակ ներկայացնում ես ինքնության խորհուրդը, չնայած որ ինքնությունը ունի բաղադրիչներ, օրինակ մեր ավանդույթները, պատմությունը, այդ ազգագրությունը, երգ, պար, երաժշտություն, այս ամեն ինչը ինքնության ոնց ոտքերն են, հա, սեղանի օրինակով։ Ու սրանցից ոչ մեկ, եթե որևէ մեկը լեզուն, նույնիսկ մեր դեպքում շատ հիմա ճիշտ է, այտենց թրենդային չի, կրոն, հավատք եւ այլն, բայց մեր հայերիս դեպքում նույնիսկ այդ, այսինքն չտրվելով ոչ մի մանիպուլյացիաների, այդ ինքնության ոտքերից մեկն է, որը պետքա չխարխլված փորձենք պահել։ Այս բաղադրիչների հավաքականությունն է նաև ինքնությունը։ Ինչպես հասկանալ մարդը ազգային ինքնության կրող է, թե չէ։ Այս շատ դժվար ու քննարկված հարց է, բայց ես վերջին տարիների իմ ուսումնասիրությունների արդյունքում որոշակիացրել եմ իմ գլխում համենայն դեպս ինձ համար իմ այս փուլում, թե ոնց հասկանալ այդ։ Տեսեք, եթե մենք ինքնությունը, մշակույթը վերցնում ու դիտարկում ենք որպես համակարգ, ու վերցնում առանձին բաղադրիչները, այդտեղ օրինակ պատմություն, ավանդույթներ, լեզու, հավատք, չէ, որոշակի արժեքներ կան, որոնք այդ բաղադրիչներից են, այդ ինքնության մասերն են։ Հիմա, եթե մարդը օրինակ ծագումով հայ է ու կրում է այդ ավանդույթները գիտի, պատմությունը գիտի, լեզուն գիտի, այսինքն այդ բաղադրիչներից որքանին մարդը տիրապետում է, այդքանով ինքը այս ինքնության կրողն է, այլ կերպ ասած, այդքանով հայ է։ Բայց եթե այդ մի քիչ հիմա չոր ու սուր բան եմ ասում, ես դա շատ լավ հասկանում եմ, էլի, բայց ոնց որ մենք պետք է հասկանանք, հայ լինել, այդ չի նշանակում տես միայն ծնվել հայ ու տես ապրել ոնց հնարավոր է, տես ապրել, չգիտեմ, թուրքական, քրդական, արաբական ինչ-որ բարեր եւ այլն, դա ուրիշ թեմա է, բայց նշանակում է, որ այդ ամեն ինչի կրողը լինել ինչ որ առումով։ Ու եթե այդ բաղադրիչներից որևէ մեկի կրողը չի որևէ մեկը, ուրեմն այդքան տոկոսով, այդքան մասով ինքը վնասված է որպես հայ, որպես այս մշակույթի եւ այս ինքնության կրող։ Բայց արդյոք ինքը մեղավոր է, որ չի ստացել օրինակ պատշաճ մշակութային կրթություն, թե իր ընտանիքում, թե դպրոցում, թե հասարակության կողմից։ Օրինակ ապրում է, վերցնենք հեռավոր Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, լսում է Արամ Ասատրյանի երաժշտությունը, երգերը եւ համարում է իրեն շատ լավ հայ, համարում է իրեն հայրենասեր մարդ։ Ինչպես դուք պետք է այսպես ասած վիճեք կամ ապացուցեք, որ չէ, գիտեք ինչ, այն հայը, որ ազգային տարերը պահելով քոչարի է ապարում կամ հայկական բոլոր շարականները գիտի, Կոմիտասի բոլոր երգերը գիտի, նա ավելի լավ հայ է կամ ավելի ինքնություն կրող է, այսպես ինչպես փորձենք այդ տարբերակել, որպեսզի ոչ նեղացնենք, ոչ մարդկանց հույզերը, հա, հույզերին կպնենք։ Ընդհանրապես պետք չի նեղացնել եւ մանավանդ պետք չի մեղադրել, այսինքն այստեղ պետք չի փորձել փնտրել, գտնել մեղավորներ։ Այստեղ կա, այո, կրթության պակասը եւ միգուցե կա անհատի կողմից հետաքրքրվածության պակասը։ Վերջերս ծանոթացել եմ մի տղայի հետ, ով Հայաստանից դուրս ծնվել մեծացել է, ինչ որ ներկայացում էր նայել, մեր թատրոններից որևէ մի ներկայացում էր նայել ու իր մեջ արթնացել էր այդ ոնց ես Հայաստանի, չգիտեմ Հայաստանը, ու ընդամենը 2-3 տարի է
անցել այդ օրվանից, ինքը ամբողջ Հայաստանը այնքան լավ գիտի, նույնիսկ այտենց լավ մենք Հայաստանում ապրողներս չգիտենք։ Հիմա դառնում է, որ մշակութային կրթության բացակայությունը այո, խնդիր է, բայց եթե դա չկա, մենք պետք չի ասենք, որ գիտեք, մշակութային կրթություն չկա, հետեւաբար մենք մեր մշակույթի կրողը չպիտի լինենք, պետք է փրկենք կոդ։ Իհարկե, որը չենք կարող չխոստովանել, որ շատ մեծ ազդեցություն ունի։ Ես դուք օրինակ նշեցիք, թե ինչպես է եկել տղայի հետ ծանոթացել, ես էլ հենց իմ հարազատի օրինակով կարող եմ վերել, որը ծնվել մեծացել է արտերկրում, հայերեն լեզվին չի տիրապետում, բայց ընդհանրապես մեկ անգամ առիթ է ունեցել լինել Հայաստանում եւ դա եղել է պատրվակ մոտիվացիա, որ իր ընկերներին այլազգի հրավիրի այցելելու եւս մեկ անգամ, երկու անգամ Հայաստան, որտեվ կարծում եմ իր գենետիկ կոդը, արմատները ինչ որ մի բան արթնացել է իր մեջ անգամ այդ միջավայրից, այսպես ասած, հայրենիքի կանչը զգալուց, անկախ նրանից թե ինչ բառ է լսել, ինչ երգի տակ է քնել, մեծացել կամ դաստիարակվել։ Գենետիկ կոդը կա, բայց ցանկացած բան պետք է խթանել։ Հիմա կարելի է այդ գենետիկ կոդը քնացնել, անտեսել եւ այո, կարող է այս տղայի օրինակով խթանել ու դա դառնա հայրենական լեզու ընդհանրապես չի իմացել, անգլերեն էր խոսում, այս 2-3 տարվա ընթացքում արդեն իդեալական հայերեն է խոսում։ Այստեղ գլխավոր մեսեջը հետևյալն է. մարդը, եթե զգում է այդ բացը իր վրա, օրինակ գնում է հարսանիք, տեսնում է այնտեղ 3 հոգիկ պարում են ազգագրական, ինքը չի կարողանում պարել։ Վեր դա ոնց որ հասկանում է այդ խնդիրը իր մեջ կա, պետք է սկսի ուղղել, որովհետև այո, արդեն ազգագրական պարել չիմանալը սկսում է դառնալ կամաց-կամաց ամոթ, որովհետև գիտեք, այդ տենդենսը հիմա տարածվել է ազգագրական պարի, փառք Աստծո, ունենք այդ ազգագրական պարերը, մշակված է, ներկայացված է դպրոցներով, հիմա մեր երիտասարդությունը պարում է, վերջ, ուրեմն պետք է մենք էլ հիմա մեր կողմից մոտենանք, ընդառաջ գնանք այդ պարին, հա, օրինակ, եւ պարի օրինակով ինքնության մյուս բաղադրիչներին եւ փորձել դրանց լիարժեք կրողը դառնալ ու բերել ընտանիք։ Ազգային ինքնությունը կորցնելու ամենամեծ վտանգներից մեկը այդ ուծացման վտանգն է, որը իմ ամենամեծ վախերից մեկն է։ Երեք ես ծանոթացա մի 6 տարեկան աղջիկ երեխայի հետ, ով դստերս հետ սովորում էր մի այսպես ուսումնական կենտրոնում։ Ընտանիքը նոր էր վերադարձել Գերմանիայից, մայրը հրաշալի տիրապետում էր հայերենին, սակայն երեխան մի բառ չէր խոսում եւ իրենց Հայաստանում ապրելու ապագան անորոշ էր, որովհետեւ չգիտեին վերադառնալու են, գնալու եւ այլն եւ այլն։ Ես անկեղծ նայել եմ այդ երեխային ու հուզվում էի, չի կարողանում ինչ-որ բառ ասել, որովհետեւ պատկերացնում է իրեն ուծացված, իր մի քանի սերունդ, եթե ոչ ինքը, ապա իր հաջորդ սերունդները լինելու էին ձուլվելու էին տվյալ համայնքին, տվյալ պետությանը, երկրին, մշակույթին, ավանդույթներին, ու նայում եմ ասում, այս սիրուն երեխան ինչի պիտի չմեծանա այս միջավայրում, ու ես իմ փորձով փորձում էի համոզել, որ չնայած բոլոր դժվարություններին այստեղ էլ կյանքը հնարավոր է ապրել, կարևորը քո երեխան մեծանա հայ։ Ինչպես անել, որ հասնել այն մակարդակին, որ յուրաքանչյուր մարդ առաջնահերթությունները այսպես դասակարգելուց, մենք գիտենք, որ կան կենցաղային դժվարություններ, ապրելու դժվարություններ, հեշտ չէ կյանքը, ցանկացած երկրում հեշտ չէ, բայց հասնել մի կետի, որ առաջնայինը լինի հայ մեծացնել իր երեխային, հետո նոր մյուս այսպես արժեքները, անկախ այն ամենից, թե որ երկրում ես, եւ անկախ նրանից, թե ինչպիսի խնդիրներ ես բախվում։ Այո, իրականում ճիշտ եք, համաձայն եմ, որ կյանքը շատ է դժվարացել, մանավանդ Հայաստանում։ Օրինակ Հայաստանում մի ընթացք կյանքը մեզ թվում էր, թե դժվար է, բայց իրականում, որ հիմա հայաց ենք անում, բարձրացում է շատ էլ լավ կյանք ենք ունեցել։ Այդ դժվարը հիմա է, որ պատերազմ ենք պարտվել, այս թանկացումները, այս բարոյալ լքված, այս վիճակը, այս պառակտում եւ այլն, հիմա այո, Հայաստանում շատ է բարդացել կյանքը, երբեմն նաեւ ցավով արձանագրում եմ, որ նույնիսկ կյանքի համար անհամատեղելի քաղաք է դարձել օրինակ Երևանը, չգիտեմ, այս խցանումներ, այսինքն շատ բաներ կան, որ հիմա մեզ խանգարում են։ Բայց այսքանով հանդերձ, օրինակ, ինչն է խանգարում, որ խցանման մեջ լսենք, չգիտեմ, օրինակ Թմբաթա օրկեստրայի այս ժամանակակից դարձրած երաժշտությունը, Հայրիկ Մուրադյան լսենք օրինակ, կամ չգիտեմ, օրինակ ինչ կապ ունի Գերմանիայում են, թե որտեղ են, ինչ խնդիրներ ունեն,
ինչ նախանգարում, որ երեկոյան ընտանիքով հավաքվելուց ինչ որ մի բան քննարկեմ, որը վերաբերում է Հայաստանին, հայերին, մշակույթին, այդ սաղ դժվարությունները ես հասկանում եմ, ես էլ հիմա այդ ամեն ինչի մեջ եմ, բայց հենց զգում ես, որ այդ խնդիրը կա, պետքա գործ անես այդ ուղղությամբ, ինքնակրթվես, զարգանաս, փորձես զարգացնել, ճանաչել։ Հիմա կարող կողքից ասեն, հա, լավ, այս առումով ինչ անելիք ունի պետությունը։ Մենք ջանքեր գործադրեցինք, մենք փորձեցինք, բայց չէ որ մարդ իր հոգսերի մեջ միշտ չի որ պետքա տեղ հատկացնի դրան եւ պարտավորել չի, դրա համար կա պետություն, կան նախարարություններ, հաստատություններ, որոնք պատասխանատու են հենց մշակութային կրթության համար։ Ես վաղուց էլ հույս չեմ դնում պետության վրա, այդ նախարարությունների վրա, ընդհակառակը փորձը ցույց է տվել, երբ առնչվում ես այդ կառույցների հետ, գործընթացները սկսում են տուժել, դանդաղել, փչանալ։ Դրա համար իրականում ոչ հույս եմ դնում, ոչ էլ առհասարակ առնչվելու ինչ որ տեղեր եմ գտնում։ Օրինակ, չգիտեմ, կարող է գնում ենք, չէ, Տավուշի մարզի Կիրանցի արգելոցում նկարում ենք Կիրանցի վանքը կամ Առաքելոց վանքը, հենց այդ գործին խառնվում է պետության որևէ մարմին, բայց թույլտվություն պետք է չէ ստանալ արգելոցի նկարանների համար, ինչպես է կարգը։ Այդ թույլտվություն ստանալն էլ շատ է բարդացել, այսինքն այդ պետք է ստանալ, այո, բայց դրա մասին հիմա չի ավելի շատ խոսք է, էլի ավելի շատ բարդացնելու, նույնիսկ լավ օրինակ բերեցիք, այդ թույլտվությունը ստանալու հետ կապված, դու ասում ես, որ ես ուզում եմ նկարեմ, ֆիլմ ստեղծեմ, տարածեմ, բայց դու կարող ես այդ ամբողջ բանով անցնել, չգիտեմ, ամիսներ, հետո հարցականա համաձայնեն թե չէ, որովհետև ցավոք սրտի էլ ոչ մեկը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի, օրինակ կարող է գյուղապետը ասի, հա, համաձայն եմ գնացեք նկարեք, վաղը օրինակ մարզպետը զանգի, ասի ինչի ես թողել, մարզպետը ասի, վաղը կարող է, չգիտեմ, մշակույթի նախարարը զանգի, ասի ինչի ես թողել, սահմանապահ զորքերի տեղային հրամանատարը թողի, հաջորդ, այսինքն մարդիկ էլ չեն ուզում պատասխանատվություն վերցնել, ամեն մեկը իր դիրքում, դրա համար ես խուսափում եմ եւ մենք ընդհանրապես թիմով խուսափում ենք առնչվել պատասխանատվություն վերցնելուց խուսափող մարդկանց հետ, որպեսզի մեր process-ները չտուժի։ Հիմա այս առումով պետությունը, այո, մեծ գործ ունի անելու, բայց անում է թե չի անում, այդ մի հատ առանձին խոսելու թեմա է, եթե աներ, ես հիմա կզբաղվեի թատրոնով, թատերական արվեստով, չգիտեմ, մշակութային այլ ինչ-որ գործունեություն կմտածեի ու կանեի, եթե աներ ուրախ կլինեմ, եթե մի օր անի, ես վերադառնամ իմ հոբիներին, գիտարս վերցնեմ, գնամ սայրում նստեմ, նվագեմ, վայելեմ, ոչ թե տեխնիկան շալակեմ ու ընկնեմ այս սարեր ձորերով, փորձեմ միտեղ մեքենաս ջարդեմ, միտեղ թիմակիցս վնասվի, այսինքն գնանք այդ գործը անենք, էլի լավ կլինի հավաքպետությունը անի, շատ կուզեմ։ Եվ ինչպես եք այդ ձեր դժվար ստացած ֆիլմերը հասցնում լսարանին, որպեսզի հետաքրքիր լինի, գիտենք այսօր TikTok-յան հարթակներ, Instagram-յան էջեր գերադասում են կարճոլովակներ, ավելի մատչելի եղանակով, դուք ինչ տարբերակով եք անում, միևնույն ժամանակ այդ ամբողջ արժեքը, մշակութային արժեքը ներկայացնելու, ձեր կատարած աշխատանքը ամփոփ ներկայացնելու համար։ Այ հենց ստեղ է, որ արժի խոսել մեր հայկական մշակույթի թվային կրթական հարթակի մասին, որը ստեղծել ենք եւ որի բացումը շուտով կլինի, հենց այս պահին, մինչ մենք զրուցում ենք, մեր դիզայներն ու ծրագրավորողը աշխատում են այդ հարթակի վերջին շտկումների վրա, այսինքն մենք հասկացել ենք, որ տեխնոլոգիաները ժամանակակից, որքան սպառնալիք են, այնքան էլ հնարավորություն են մեր մշակույթը, մեր գործունեությունը տարածելու եւ այդ գաղափարները տարածելու, դրա համար պատրաստեցինք նաեւ այդ հարթակը, որտեղ այս ամբողջ բովանդակությունը մենք համակարգված կկարողանանք ներկայացնել։ Բացի այդ, մենք դրանով չենք սահմանափակվի, այո, ձեր նշած սոցիալական հարթակներն ենք օգտագործում եւ օգտագործելու ավելի ակտիվ, այսինքն մենք մի հատ ամբողջական ֆիլմը դնելու ենք հարթակում, այդտեղից հեռուստաընկերություններին ենք նաեւ մատակարարելու, իրենք ցուցադրելու են, մենք արդեն Սուրբ Զատիկ ավանդույթի մասին մեր սոցիալական հոլովակը մի քանի հեռուստաընկերություն հեռարձակել են։ Բացի այդ, մենք sense կարճ հատվածներ ենք կտրում եւ ռիլներով տարածում, այսինքն տեխնոլոգիաները օգտագործում ենք, որ մեր հայրենակիցները իրենց տներից, աշխատանքի վայրից, ավտոբուսի մեջից, մեքենայի մեջից այդ տեխնոլոգիայի ազդեցության
մեջ ընկնելով ոչ թե օտարածին մշակույթի տարերով սնվեն, այլ հենց հայկական, այսինքն մեր կողմից հրամցված այդ անարատ, մաքուր, զտված մշակութային տարերը։ Բացի հայալեզու լսարանը ինչ է կանում, որ միջազգային լսարանին հասնի նաև ձեր ստեղծած ֆիլմերը։ Մեր հարթակնախ այս պահեդրությամբ սարքել ենք 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, եւ այդ ֆիլմերի սուբտայթլներն էլ, տիտրերն էլ մենք դնում ենք էլի տարբեր լեզուներով։ Հիմա առաջիկայում մի հատ այս էքսպերիմենտալ փուլը, որ անցնենք, հասկանանք մենք ինչն ենք սխալ արել, ինչը հաշվի չենք առել լսարանի մոտ, որ պիտի հաշվի առնենք, այսինքն մի հատ այս մոնիտորինգի փուլը, որ ավարտվի, արդեն կհասկանանք, թե օրինակ բացի անգլերենից եւ ռուսերենից կայքը միգուցե պետքա լինի նաեւ արաբերեն, միգուցե պետքա լինի նաեւ ֆրանսերեն կամ չիներեն։ Դա կարող է մեր Facebook-յան էջում պետքա տես, չէ, YouTube-յան ավելի ճիշտ ալիքում պետքա տես սուբտիտրեր ավելացնել, այդ հնարավորությունը հիմա տեխնիկապես կա տարբեր լեզուներով։ Արհեստական բանականությունն է առումով ինչպես է կիրառում, ինչպես է օգնում ձեր աշխատանքին ավելի։ Արհեստական բանականությունից ես շատ ինտենսիվ օգտվում եմ, շատ սիրում եմ արհեստական բանականությունից օգտվել, որովհետև մի քանի տասնյակ անգամ գործընթացները ավելի արագանում են արհեստական բանականությունով, բայց ստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ մենք հաշվի ենք առնում ամեն դեպքում։ Օրինակ մենք տեքստերի հետ, այդ սցենարների հետ աշխատելուց, ինչ որ գաղափարներ գեներացնելու մասով, այո, օգտվում ենք AI-ով, բայց կադրերի հետ աշխատելու իմաստով ստեղ փորձում ենք չօգտվել։ Ասեմ ինչի, որովհետև վավերագրության հիմքը իրականությունը հաղորդելն է։ Հիմա կարող է մենք prompt տանք ու շատ լավ sense սիրուն մեր սրտի կադրը, հա, լինի այն կադրը մեզ տա, ինչը մենք կուզենք, օրինակ այդ բերդում այդ իշխանների մասին քիչ առաջ խոսեցինք։ Եղանակը վատն է, բայց դու կարևոր եղանակ ստանաք։ Օրինակ, բայց այդտեղ մի փոքր այլ բան եմ փորձում ասել, որ օրինակ իշխանները sense կանգնած են, ինչ որ բաներ են քննարկում եւ այլն, դա կարող է տա, բայց վավերագրության մեջ դա չեն կարող օգտագործել, որովհետեւ դա չի իրականությունը, դա արհեստական բանականության կողմից գեներացված բան է։ Ու վավերագրության այդ մեխերից մեկը նաև այդ ցավի զգացումն է, որ հիմա այդ իշխանները տեղ են եղել, այդտեղ կյանք ա եղել, մշակույթ ա եղել, ասես թողուբոհ ա եղել, չգիտեմ, մետաքսի ճանապարհ ա եղել, դա առաքելոց վանքի տակով ուխտեր են գնացել եկել, քարվանսարայ եւ այլն, բայց չկա հիմա։ Այ որ չկա այդ իրականության հետ առերեսումը, այդ կոնֆլիկտը, բնության հետ, բնության եւ այս պատմամշակութային արժեքների մշտական կռիվը, այդ կոնֆլիկտը ցույց տալով է դառնում այս դեպքում վավերագրություն։ Եթե մենք արհեստական բանականություն ենք խառնում, այստեղ վնասվում է վավերագրությունը։ Դրա համար մենք փորձում ենք այս մեջտեղով գնալ, օգտագործել գործընթացները արագացնելու իմաստով, բայց մշակութային արժեքը մեր արածի փորձում ենք ոչ մի դեպքում չվնասել։ Եթե օրինակ դարեր առաջ ունենայինք այսօրվա հնարավորությունները ինչ կանեինք եւ հարցի երկրորդ կողմը, եթե այսօր ոչինչ չարվի, ինչ փորձությունների կենթարկվի հայկական ինքնությունը։ Վերջերս Լոռու մարզի Դորբանդավանքի դիմաց էի, բայց իզուր եմ երևի այդ օրինակը բերում, դա կարելի է բոլոր այն մշակութային կոթողների մասին պրոյեկտել, որոնց մասին մատենագրական տեղեկություններ չկան, որոնք խոնարհվել են ու հիմա դրանից օրինակ ինչ որ մեկից մի պատ է մնացել միտեղ, օրինակ պատերը չկա, մենակ sense երկու ասես փոքր բանի վրա, սյան վրա խորանն է մնացել, ինչպես օրինակ Արատեսի վանքներ Վայոց ձորում, շատ հետաքրքիր տենց բան ենք ունեցել էլի այդ առումով։ Իրականում կան հիմա շատ մշակութային կոթողներ, արժեքներ, որոնց մասին մատենագրական տեղեկություններ չկա, որովհետև այն ժամանակ այս տեխնոլոգիական հնարավորությունները չեն եղել եւ այլն։ Օրինակ գնում ենք օրինակ Լոռու մարզի Դորբանդավանքի մասին եթե խոսենք, շատ քիչ տենց կարելի է ենթադրություններ անել, որ օրինակ այսինչ դարի է, որովհետև ճարտարապետական այսինչ ձև ունի, հա։ Բայց մեծամասամբ շատ քիչ տեղեկություններ են դարերի խորքից մեզ հասել։ Որոշ բանը հիմա մենք կառուցում ենք ենթադրությունների վրա, ինչ որ փորձում ենք կապել, օրինակ իրանցի արգելոցում SSS վանք, ասում ենք ուրեմն այսինչ ժամանակաշրջանում, այսինքն ենթադրություններ ենք շատ անում, որտեղ մեծ է հավանականությունը, որ մենք կարող է նաև սխալվենք։ Եթե այն ժամանակ լինեին այս հնարավորությունները, մարդիկ պատշաճ ֆիքսած կլինեին, այն ինչ որ օրինակ տեղի է ունեցել։ Մենք այսօր հնարավորություն կունենայինք վերադառնալ ու իրական ուսումնասիրություն իրականացնել, այսինքն տեսնել, զգալ, հասկանալ, այ ոնց են արել, այսինչ լավ բան են արել, ինչի հիմա չենք անում, վերցնել, բերել մեր կենցաղ։
Ու հիմա եկել է մի իրավիճակ, որտեղ վնասվել է արդեն այդ ամբողջ մշակութային արժեքը, այդ կոթողները վնասվել են, ու հիմա մենք եթե գոնե հիմա չանենք այդ, ապագայում էլ էս մնացածն էլ չի լինելու։ Պատկերացրեք ինչքան կարևոր է, որ հիմա գոնե այս ամբողջ հնարավորությունները օգտագործենք, որ եղած վիճակով ֆիքսենք, որովհետև օրինակ տարբեր վանքեր կան, որ հիմա եթե գոնե նկարենք, հետո որ հիմա չի պլանավորվում դրանք վերականգնել, ռեստավրացիանել, բայց ապագայում հենց որոշումը լինի որևէ մեկի կողմից, որ այդ վանքը, այդ ամրոցը վերականգնում են, նայելով այս մեր ֆիլմը, գոնե պատկերացում կկազմեն, այ որտեղ ա եղել, ինչպիսի ճարտարապետություն ա եղել, օրինակ 2-300 տարի հետո, այսինքն այն ինչ որ հիմա անում ենք, դարեր հետո շատ լուրջ արխիվ ա լինելու, որ այդ նախ ուսումնասիրվի, հաջորդ սերունդների համար։ Եվ ամփոփելու եթե լինենք, ինչպես աջակցեն ձեր նախաձեռնությանը։ Իրականում աջակցության մասին արժի խոսել, որովհետև շատ ունենք դրա կարիքը։ Հիմա մենք փաստորեն հավաքել ենք սարքավորումների գումար, ներգրավել ենք սարքավորումները, հավաքել ենք թիմը, արդեն սկսել ենք նկարահանումները պիլոտային 13 ֆիլմ նկարել ենք, ստեղծել ենք այդ հարթակը, որտեղ այդ բովանդակությունը ներկայացվելու է, ու հիմա գարունը բացվում է։ Գարունը բացվում է, բնությունը ծաղկում է, նկարահանման եղանակները ոնց որ սկսում են, ու մենք պետք է արդեն ֆինանսներ նախատեսենք, որպեսզի այդ ամբողջ գործունեությունը իրականացնենք։ Ու այդ գործի համար ակտիվ արշավ եմ իրականացնում իմ թիմակիցների օգնությամբ նաև։ Այդ պոստը ես եմ զբաղեցրել, ճիշտն ասած, մյուսներն են ստեղծագործական ինչ-որ բաներով են զբաղվում, ճիշտ է, ես ստեղծել եմ զբաղվում, բայց այս ուղղությունը ամբողջությամբ ոնց որ պրոյեկտ մենեջմենտը ես եմ իրականացնում, շատ ակտիվ հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի նոր անհատներ, նոր կազմակերպություններ ներգրավվեն այս process-ում ու թիմը մեր կարողանա արդյունավետ այս գործը պատշաճ իրականացնել։ Կարող են նվիրաբերություն իրականացնել Re-Armenia հարթակով կամ ուղիղ մեր հիմնադրամին, ցանկացած արժույթով կարող են կապվել մեզ հետ, մեր ինքնություն հիմնադրամի սոցիալական ցանցերով, ինձ կարող են գրել Գագիկ Հարությունյան այդ սոցիալական ցանցերով, այսինքն բաց ենք համագործակցության համար ու շատ ուրախ կլինենք, եթե մարզերից լինեն այդ համագործակցությունները, որովհետև պլանավորել ենք այս տարի, որ նպատակ ենք դրել, երազում ենք, որ 100 ֆիլմ ստեղծենք, 10-ական ֆիլմ յուրաքանչյուր մարզից, ու եթե մենք կարողանանք այդ 10 ֆիլմի օրինակ բյուջեն վերցնել հենց մարզից, այսինքն մարզում կայացած որևէ կազմակերպություն անհատ մեզ աջակցի, մենք այդ առումով շատ ավելի ուրախ կլինենք, որ հենց մարզը դառնում է իր մարզի այդ մշակութային խնդիրը փորձում է լուծել, իհարկե մենք էլ որպես գործիք ծառայելով այդ գաղափարին։ Շնորհակալ եմ շատ, ես էլ իմ հերթին մեզ դիտողներին խորհուրդ կտամ, եթե իսկապես ստացավ եք հայկական մշակույթի պահպանմամբ, տարածմամբ եւ հանրահրճակմամբ, փորձեք ձեր լուման ունենալ, աջակցելու այս նախաձեռնությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։